Գագիկ Ծառուկյանի առանձնատունը պետությունն ուզում է վերցնել, ասում են ծերանոց կբացեն։ Ոնց եք վերաբերում, հավատում եք։ Որ իրանք մնան ամեն ինչ կանեն, Հայաստանը կհանձնեն կետալրին։ Իսկ Փեսայի առանձնատունը Ծառուկյանի ավելի վաղ վերցրել են, ասում են ձերն է ժողովրդինը։ Զգում եք, որ ձերն է այդ առանձնատունը։ Չէ, չեմ զգում, համել չգիտեմ, ինչ առանձնատուն, ումից Ծառուկյանի Փեսայի առանձնատունը ավելի վաղ։ Չգիտեմ, չեմ հետաքրքրվել, Ծառուկյանով չեմ հետաքրքրվել։ Այսինքն չեք զգում, որ ձերն է այդ առանձնատունը։ Չէ, ես ոչ մի բան չեմ զգում։ Ես չեմ զգում սրանց օրոք, որ այս Հայաստանը մերն է вообще։ Ես հասկացա ձեր հարցը, ուղղակի պիսկամինտար է, եթե կարելի է։ Իսկ մի այլ հարց, ավելի վաղ Ծառուկյանի Փեսայի առանձնատունը արդեն պետությունը վերցրել է, հիմա էլ ասում են ձերն է։ Դուք համարում եք, որ ձերն է։ Մերն ումն է ներեցեք։ Ժողովրդինը, ասում են ձերն է։ Վարչապետը ասեց մի քանի օր առաջ։ Եթե վարչապետը ասել է, ուրեմն այդպես էլ կա։ Ուրեմն ձերն, դուք զգում եք, որ դա ձերն է։ Ես շատ բան եմ զգում, ինչ փոփոխություններ գոյություն ունեն, հա։ Հիմա կոնկրետ դա ինձ չի վերաբերվում։ Եթե զգում են նրանք ում որ վերաբերվում է վարչապետի ասած, ուրեմն ես ուղղակի իմ համար անհերքելի է իր ասածը։ Գլոբալ է ասել, անհերքելի է շատ լավ։ Իսկ ցանկություն չունեք ձեր գույքը տեսնելու։ Ասում է ձերն է ժողովրդինը, դուք էլ համամիտ եք նրա հետ։ Օրինակ ցանկություն առաջացել է տեսնելու այդ բնակարանը, առանձնատունը։ Ձեր հարցերը մի քիչ, գիտեք, ձևաչափը երևի ես հասկանում եմ, որ հրապարակն է եւ հասկանում եմ ուր եք տանում։ Իսկ ուր ենք տանում ներողություն։ Դե ընդեմ վարչապետի ասացի, ընդեմ վարչապետի ընդունումը։ Որին կարող եք պատասխանել կամ ոչ։ Ես ուղղակի ուզում եմ ասել, եթե այդ գույքը լինելու է ժողովրդինը ընդհանուր եւ ինչ որ մի հարց կփակվի, ժամանակով են ասում, որ ձերն է։ Դե գուցե ինչ որ մի հարց լուծվի դրանով, այսինքն մի պարտք փակվի այդ հարցով, հա, որովհետեւ Ծառուկյանը պետական պարտիամանքը վաճառեն։ Հնարավոր է։ Չեմ հավատում։ Ձերանոց դարձան։ Ավելի վաղ Փեսայի առանձնատունն են վերցրել, հիմա էլ ասում են ձերն է ժողովրդինը։ Դուք զգում եք, որ ձերն է այդ առանձնատունը։ Այսինքն ժողովրդին է, հա։ Վարչապետը ասում է, որ ձերն է արդեն վերցրել։ Չեմ հավատում։ Վերցնեն, ուզում են չվերցնեն մեզ։ Այ տեսեք, ավելի վաղ Ծառուկյանի Փեսայի բնակարանը առանձնատունը արդեն վերցրել են ու ասում են ձերն է արդեն ժողովրդին։ Դուք զգում եք, որ ձերն է։ Դե հələ չենք զգում, երբ որ կլինի, վաղտել կզգանք։ Կզգաք ու ցանկություն կունենաք ձեր գույքին ծանոթանալու։ Շատ բան ենք ուզում հետո իմանանք, բայց հարցը կլինի, թե չի լինի։ Մենք ապրենք, կտեսնենք, ինչ ասենք։ Բայց հավատում եք, որ կլինի։ Դե հիմա հավատամ, չհավատամ, էտա։ Որ չհավատացի ինչ պետք է անեմ։ Շատ ուզում եմ, ոչ թե հավատում եմ։ Իհարկե ոչ։ Իսկ Փեսայի բնակարանը առանձնատունը ավելի վաղ վերցրել էին, հիմա էլ ասում են ձերն է ժողովրդին է։ Դուք զգում եք, որ ձերն է այդ գույքը։ Չէ, ոնց դիսկային ախպեր։ Որ մի օրով տային, որ մի օրով տային եթանք հանգստանանք, այդ վաղտոր կիմանանք։ Դեմ չեք լինի ամեն դեպքում մի օրով։ Չէ, դե ոնց դեմ կլինենք։ Ասում են ձերն է ժողովրդին։ Թե չէ տերը չեն կարալենք, բայց կարանք մի օր մեր համար հանգստանանք էլի ախպեր։ Բայց ասում է միած զալը երկու սպալնյա։ Ինչ որ էլի, այտենց սաղել ունեն այտենց տունել։ Չէ, առանձնատունը մեծ էր բավականին։ Մեծ էր։ Տես։ Իհարկե հավատում եմ։ Իսկ Փեսայի առանձնատունը ավելի վաղ վերցրել էին, Վայ կներեք էլի, ինձ տենց հարցեր մի տվեք, խնդրում եմ։ Ինչի խոսում եք, լավ։ Եթե վերցնում են, ուրեմն տեղին են վերցնում։ Շատ լավ։ Իսկ զգում եք, որ ձերն է Փեսային, ասում են ձերն է արդեն ժողովրդին այսինքն։ Ես չգիտեմ այդ հարցը։ Հավատալը դնենք մի կողմ, հավատալ կամ չհավատալը, այսօր ասում եմ, ով ինչ արել է, իա ամեն ինչի համար ինքը պատասխան է տալի։ Եթե ինչ-ինչ հանգամանքների շուրջ ինքը ինձ զվի է ձեռք բերված, եթե ըստ օրենքի կարգավիճակով ձեռք է բերված, նման բան ինձ թվում է չի կարող լինի։ Բայց եթե օրենքը շրջանառության շրջանցելով է ձեռք բերվե, այդ յաթին հարցի մի ուրիշ տեսակետն է։ Իսկ այ հենց այդ միտքը, որ ասում են ծերանոց բացենք, դա պատկերացնում եք։ Ծերանոցը չեմ կարծում, որ ինքը ծերանոց բացվի, որովհետև ծերանոցի համար մի ուրիշ տեսակ ավելի շատ բաներ կա, որ խոսքի ինքը հատուկ զուտ ծերանոցին կպատկանի, չեմ այդ հսկայական տունը։ Այ օրինակ Հովիկ Աբրահամյանի գույքը նույն ձևով խնդրահարույց է։ Ծառուկյանի Փեսայի գույքը վերցրել են արդեն, հիմա էլ ասում են ձերն է։ Դուք զգում եք, որ ձերն է այդ գույքը, որպես քաղաքացի, ասում են ժողովրդինն է արդեն։ Աստված մեկին խելք ու շնորհք է տալի, իսկ մյուսին հարստություն։
չեք զգում ամեն դեպքում։ Դե ես ձեր հարցի առաջի տվածը նույն երկրորդ անգամ կասեմ, եթե օրինական ձևի ձեռք բերված զգույքը, հիմա ես իմ մեքենան, ես իմ տունը, ով պետք է գա իմ ձեռից վերցնի, ոչ մեկ, քանի որ իմ քրդինքով իմ ստեղծածն է, իմ քրդինքով առածն է, ով պետք է գա իմ ձեռից վեկալի։ Չեմ հավատում, որ պետությունը կվերցնի։ Չեմ հավատում, որ կսարքի։ Ավելի վաղ Ծառուկյանի փեսայի շատ շքեղ առանձնատունը Առավել եւս։ վերցրել են արդեն։ Ու ասում են ձերն է, այսինքն ժողովրդին է։ Զգում եք, որ ձերն է Ոչ, որպես քաղաքացի։ ոչ։ Չեն կարող։ Այ փեսայի տունը, բայց ավելի վաղ վերցրել են Ծառուկյանի։ Վերցրել են, բայց եղել ես։ Հիմա ասում են ձերն է ժողովրդին է։ Դուք դա զգում եք, որ ձերն է։ Չէ, խիտես Հովիկ Աբրահամյանն է վերցրել, սրան վերցրել, ուրա ժողովրդին, դա։ Նա այդ ծաղկացորեն բանը վերցրել։ Հա, ժողովրդին դա։ Չէ, իրանք ցույց են տալի ժողովրդին, բայց սա լրիվ իրանց է։ Իրանք տալիս են մի հատ մի անձնավորություն, իբր գնում է ժան գդերով, իրանք մեջտ են, փայատեր են։ Չէ, չեմ հավատում։ Այ ավելի վաղ փեսայի առանձնատունն էին վերցրել, հիմա էլ ասում են ձերն է ժողովրդին։ Զգում եք, որ ձերն է։ Չեմ կարող ոչ մի Ձեր բան գույքը ասել։ տեսնելու ցանկություն չունեք, ասում են ձերն է ժողովրդին։ Չէ, իմը չի։ Ես ասպիսի բաներով չեմ ուզեր հետաքրքրվել, լավ բան չէ։ Ամեն մարդ իր աշխատանքը թողնի ավելի լավ է, այսինքն Շատ լավ, մի այլ հարց։ Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանի փեսայի շքեղ առանձնատունը պետությունը չգիտեմ, ոչ վերցրել է։ մեկը բաները չգիտեմ։ Ասում են ձերն է, ժողովրդին է։ Զգում եք, որ ձերն է։ Զգում եք, որ գույքը ավելացել ձեզ։ Վարչապետի խոսքում ասած ձերն է, ժողովրդին է։ Ինչպես ֆիդելա մերը չգիտեմ, չհասկացա։ Ես արմդահայ եմ Լիբանանեն եկած եմ, չեմ գիտեր, չեմ ալջանչնար ով են, ինչ են, չեմ հասկնար։ Ավելի ճիշտ է լուր մնալ։ Քաղաքացի եք, բայց։ Այո, քաղաքացի եմ։ Ընտրությունների մասնակցելու եք։ Այո։ Չէ, չեմ Իսկ հավատում։ փեսայի տունը վերցրել էին ավելի վաղ, ասում են ձերն է, ժողովրդին։ Զգում եք, որ ձերն է, առանձնատուն ունեք։ Չէ։ Չեմ կարող ասել։ Այ իսկ փեսայի առանձնատունը ավելի վաղ վերցրել է պետությունը, հայտարարեցին դրա մասին, հիմա էլ ասում են ձերն է, ժողովրդին։ Դուք զգում եք, որ գույքը ավելացել ձեզ մոտ։ Չէ, չեմ զգում։ Իրեն է թող մնա իրեն։ Սինա մարդ չի, որ հավատանք, մարդուն պետք է հավատաս։ Այ տեսեք, Նա ազնիվ մարդ չի։ վերջերս ասեցին Փաշինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի փեսայի ավելի վաղ վերցրած առանձնատունը ժողովրդինն է, ձերն է ասեց։ Դուք զգում եք, որ Իսկ իրա բիլաներումն է, նոր առածները, Եվրոպաներում, դա ումը պետք է տանք։ Հա? Դա ումը պետք է տանք։ Ծառուկյանը դեր է, Իրանը ստացել է իր հայրականից, բանով, իր մեդալներով, բաներով ինքը ստացել է։ Նա մի անգամից, որ այդքանը ստացավ, որտեղից իրան, իր աղջկան այդքան որտեղից։ Ինչի հարց չեք տալի, դա որտեղից, մի հատ մեկը չկա իրան հարց տա, բա ձեր աղջկանը, ձեր կնոջը, ձեր զունքաճին, խո ասելով չի ցավը տանեմ, ինքը երբեք չի վայելելու, ինքը լավ մարդ չի, ինքը չի վայելելու, այդքան բան կասեմ, ինքը թող մտածի, ստեղ դեռ ապրում ես, վաղը ինչ ես լինելու, խետաթորը հավերժական չի կարելի։ Չեմ կար ասել։ Այդ փեսայի առանձնատունը ավելի վաղ վերցրել էին, ասում են ձերն է, ժողովրդին։ Զգում եք, որ ձերն է։ Չեմ կար ասել։ Ինչի է չմիացնում կա ձերանոց։ Բայց հավատում եք, չեք հավատում, որ կբացեն ծերանոց այդ մեծ առանձնատունը։ Այսինքն պետությունը վերցնի գույքը Ծառուկյանի։ Ձերանոց կա։ Շատ լավ, տեսեք ավելի վաղ Ծառուկյանի փեսայի մեծ առանձնատունն էին վերցրել։ Հիմա Փաշինյանն ասում է ժողովրդինն է, ձերն է։ Դուք որպես ժողովրդի մի մաս զգում եք, որ ձերն է այդ առանձնատունը։ Ես քաղաքական հարցերով չեմ զբաղվում, թոշակառու եմ։